Տարիներ շարունակ Հայաստանում ամեն ինչ արվեց, որ գյուղը դատարկվի։ Գյուղը հետևողականորեն ներկայացվեց որպես հետամնացության, աղքատության եւ անհեռանկար կյանքի խորհրդանիշ։ Երիտասարդին սովորեցրին, որ եթե ուզում է մարդ դառնալ, պիտի հեռանա գյուղից։ Ու այսօր էլ նույն արհամարական մտածողությունն է շարունակում։ Մեկը գյուղացուն անվանում է շուն ու շանգյալ, մյուսը հարցնում է դատարկվող գյուղում ճանապարհ կառուցելն ինչի համար է, երրորդն էլ հայտարարում է, թե ուղեղ ունենային, գյուղում դպրոց ու ճանապարհ չէին կառուցի։ Մինչդեռ գյուղը Հայաստանի ողնաշարն է, գյուղը սահման է, հող է, հաց է, ինքնություն է, գոյատևում է։ Եթե դատարկվում է գյուղը, դատարկվում է Հայաստանը։ Այսօր գյուղացին բառացիորեն մենակ է մնացել իր խնդիրների առաջ։ Վարկերի տակ ճզմված, պարտքերի մեջ խեղդված, նա չգիտի ինչ ցանել, ինչ մշակել, ում վաճառել եւ ինչ գնով։ Գյուղացին թողնվել է անորոշության, շուկայի կամայականության եւ բախտի քմահաճույքի առաջ։ Ու ամենացավալին, շատ գյուղերում ծանր մեխանիզացիայի աշխատանքն այսօր անում են միջին տարիքից մեծ կանայք։ Արևի տակ, ցեխի մեջ, մաշված տեխնիկայի կողքին անհնարինության հասնող տանջանքով։ Նրանք ոչ թե պարզապես հող են մշակում, այլ իրենց ձեռքերով պահում են Հայաստանի գոյության ամենածանր բեռը։ Գյուղը խղճահարության թեմա չէ, գյուղը ազգային անվտանգության հարց է, ու եթե պետությունը չի պաշտպանում գյուղացուն, մի օր այլևս գյուղը չի կարողանա պաշտպանել նաև պետությունը։ Հայաստանը չի կարող ապրել միայն Երևանի սրճարաններով եւ լուսավորված կենտրոններով։ Հայաստանն ապրում է այնտեղ, որտեղ դեռ լուսաբացին հող են վարում, որտեղ դեռ մարդը հաց է ստեղծում, որտեղ դեռ գյուղամիջում երեխայի ձայն կա։ Պետությունը սկսվում է գյուղից, ու Հայաստանը կանգուն է այնքան ժամանակ, քանի դեռ կանգուն է հայ գյուղացին։ Հանուն հանրապետության, քվեարկիր այն Հայաստանի համար, որտեղ գյուղացին մենակ չի մնում իր հողի, իր պարտքի ու իր պետության առաջ։ Քվեարկիր ուժեղ գյուղի, անվտանգ սահմանի եւ արժանապատիվ կյանքի համար։ Քվեարկիր համար 18։